Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո, ամեն։ Արժանապատիվ Տեր Հայր, սիրելի քույրեր և եղբայրներ, այսօր հայ առաքելական մեր Սուրբ եկեղեցին նշում է հոգեգալստյան տոնից հետո 6-րդ կիրակին, նաև բարեկենդանը Վարդավառի պահքի, այսինքն եկող կիրակի Վարդավառը Տիրոջ պայծառակերպության տոնը։ Նրանք, ովքեր որ ի վիճակի են պահք պահել, կարող են այս շաբաթապահքը պահել և կիրակնօրյա պատարագով հաղորդությամբ դուրս գալ պահքից։ Այսօրվա խորհուրդը քննարկելու համար մենք պետք է ուշադրություն դարձնենք աստվածաշնչյան այն ընթերցումներին, որոնք որ այսօր կատարվեցին։ Դրանք Եսայու մարգարեությունից էին, Պողոս առաքյալի կողմից Հռոմեացիներին ուղղված նամակից և Մատթեոսի ավետարանից։ Եսայի մարգարեության մեջ պատմական համատեքստը, որպեսզի ձեզ պարզ լինի, մոտավորապես Քրիստոսից առաջ 8-րդ դարի դրվագներ են քննվում, երբ որ Ասորեստան պետությունը դեռ կար և Ասորեստանի ծավալապաշտական քաղաքականությունը հասել էր նաև արդեն տարածաշրջանի իմաստով Իսրայելին, որը դեռ թագավորությունը պահպանում էր և վտանգ կար Ասորեստանի կողմից նվաճվելու։ Այս իրականության մեջ Իսրայելի իշխանները, թագավորը, ժողովուրդը գտնվում էին հոգևոր, բարոյական պառակտման և անկման մեջ և փրկություն էին փնտրում արտաքին ուժերի մեջ, հույսը դնում էին իրենց հարևան պետությունների վրա։ Եվ այս իրականության մեջ Եսայի մարգարեն Տիրոջ շնորհով գալիս էր ասելու, որ պետք է իրենց անձերը փոխեն, դառնան իրենց հայրերի Աստծուն, վերացնեն անօրենությունը իրենց միջից և ասում է, որ հակառակ դեպքում, ինչպես որ այսօրվա ընթերցման մեջ էր, նկարագրում է գրավման, պաշարման և դրա հետևանքով տեղի ունեցած դժբախտությունների մի շղթա, որոնք նկարագրում է հետևյալ տողերով. Ահավասիկ զորությունների Տեր Աստվածը Հրեաստանից և Երուսաղեմից պիտի վերացնի հզոր տղամարդուն և զորավոր կնոջը, հացի զորությունը և ջրի զորությունը։ Նկարագրում է պաշարման մի դրվագ, որտեղ որ սպառվում են կենսական նշանակության պարագաները։ Եվ մեկ այլ տեղ ասում է, որ նրանց վրա պիտի իշխեն մանուկները, այսինքն իմաստություն չունեցող առաջնորդներ պիտի իշխեն, որոնք որ պիտի չկարողանան միավորել ազգը արհավիրքներին ընդառաջ։ Եսայի մարգարեության խոսքերը, այսօրվա ընթերցումները ընդմիջեցին Պողոս առաքյալի կողմից Հռոմեացիներին ուղղված նամակով, որտեղ ևս որպեսզի լավ պատկերացնենք մեզ փոխանցվելիք միտքը, պետք է փորձենք կրկին իր պատմական իրականությունը շեշտել։ Պողոս առաքյալը այս նամակը ամենայն հավանականությամբ գրել է Կորինթոս քաղաքից, ուղղված Հռոմի քաղաքի քրիստոնյաներին։ Այս նամակում Պողոս առաքյալը խոսում է հրեաների և քրիստոնյաների կամ հրեա քրիստոնյաների և հեթանոս քրիստոնյաների հարաբերության մասին։ Ինչ էր տեղի ունեցել։ Կլավդիոս կայսեր օրոք հրաման էր արձակվել, որ որևէ հրեա պիտի Հռոմ քաղաքում չապրի և վտարել էին քաղաքից և հրեաներին, որոնք որ քրիստոնեությունը չէին ընդունել, և այն հրեաներին, որոնք որ արդեն քրիստոնյա էին։ Եվ եկեղեցին, որ ձևավորվել էր Հռոմում, այլևս կարելի ասել մնացել էր միայն նրանց միջավայրում, ովքեր որ հեթանոսությունից էին դարձել և
եկեղեցու առաջնորդությունը այլևս վերցրեցին իրենց վրա, որովհետև հրեաներին վտարել էին։ Տարիներ անց, երբ որ այդ հրամանագիրը չեղարկվում է եւ հրեաները վերադառնում են Հռոմ, այդ թվում նաև վերադառնում են հրեաներից քրիստոնյա դարձածները եւ առաջանում է խնդիր համայնքի մեջ։ Պողոս առաքյալը խոսում է նրանց հետ հետեւյալ տողերով եւ ասում, որ հրեաները, որոնցից մարմնով Քրիստոս էր, արմատի վրա այն ճյուղերն են, որոնք որ կտրվեցին, ասում է, իրենց անհավատարմության պատճառով, որ չընդունեցին Քրիստոսին։ Եվ ասում է նրանք կտրվեցին, որպեսզի դուք պատվաստվեք։ Եվ ասում է հետևյալը. եթե ճյուղերից մի քանիսը կտրվեցին եւ դու որ մի վայրի ձիթենի էիր, պատվաստվեցիր նրանց տեղ, եզրակացնում է մի պարծեցիր նրանց նկատմամբ, որովհետև եթե դու որ վայրի էիր եւ պատվաստվեցիր բուն արմատին, Տիրոջ արմատի վրա եւ պտղաբերեցիր, որչափ առավել այն ճյուղերը, որոնք որ ի սկզբանե արմատին կպած էին եւ կտրվեցին, բայց կարող են պատվաստվել։ Ի վերջո Պողոս առաքյալը եզրակացնում է, որ հրեաների մերժումը դարձավ մեր փրկության պատճառ եւ ասում է ինչ կլինի, եթե նրանք դառնան Քրիստոսին, եթե ոչ հավիտենական կյանք։ Եվ գլխավոր միտքը, որ Պողոս առաքյալն ասում է, որ մենք չպարծենանք մեր դիրքի համար, այլ զգուշանանք։ Պողոս առաքյալն ասում է, եթե Աստված նրանց չխնայեց, գուցե եւ ձեզ չխնայի, եթե հավատարիմ չգտնվեք։ Եվ ասում է, այս ամենի մեջ տեսեք Աստուծո ողորմությունը, Աստուծո բարությունը ձեր նկատմամբ եւ խստությունը նրանց նկատմամբ եւ զգուշացեք։ Վերադառնանք արդեն ավետարանական հատվածին։ Մատթեոսի ավետարանում նկարագրվում էր հացի բազմացումը, որպեսզի կրկին միտքը մեզ հասու լինի, պետք է հիշենք, թե ինչ էր տեղի ունեցել։ Այս դրվագից, հացի բազմացման դրվագից առաջ ավետարանիչը նկարագրում է Հովհաննես Մկրտչի գլխատման դրվագը։ Գիտեք, Հովհաննես Մկրտիչը քարոզում էր անապատ տեղերում եւ ապաշխարության, մկրտության էր առաջնորդում, բանտված ժամանակ այլևս իր մինչև գլխատումը ուղղորդեց իր հետևորդներին դեպի Քրիստոս եւ ահա այս գլխատումը, երբ որ տեղի է ունենում, Հովհաննես Մկրտչի հետևող մարդկանց բազմությունը մնում է առանց առաջնորդ, մնում է շփոթության մեջ, անշուշտ վախի մթնոլորտում քաշվում են անապատ տեղեր եւ Տեր Հիսուս կրկին ավետարանը մեզ ասում է, որ գնում է դեպի անապատ վայրեր եւ իր շուրջը համախմբվում են բազմություն, որոնք որ ակնկալում են նրանից գործողություն, որովհետեւ Հովհաննես Մկրտիչը ուղղորդել էր նրանց Տեր Հիսուսի մոտ։ Օրը տարաժամում է, առաքյալներն ասում են, որ Տեր Հիսուս արձակի ժողովրդին, որպեսզի իրենք ուտելիք գտնեն։ Տեր Հիսուս ասում է, որ դուք տվեք նրանց ուտելու բան։ Առաքյալները շփոթության մեջ ասում են, որ չունեն 5 նկանակից եւ 2 ձկից բացի որևէ բան։ Եվ Տեր Հիսուս ասում է, որ բերեն իր մոտ այդ ամենը, օրհնում է, գոհանում է Աստծուն եւ բաժանում է ժողովրդին իր աշակերտների միջոցով եւ կերակրվում են 5000 հոգի, ավետարանիչը նշում է չհաշված կանանց եւ մանուկներին։ Այսինքն ըստ էության ավելի շատ մարդիկ էին կերակրվել այդ հացով եւ ձկով եւ ասում է դեռ 12 սակար լիքը կտորտակներ էլ պահպանվեցին։ Հիմա փորձենք սիրելիներ այս 3 դրվագները կապել իրար։ Տեսնում ենք, որ երբ որ մարդը կամ հասարակությունը հեռանում է իր Աստծուց, ունենում է փորձություններ, ունենում է դժբախտություններ, ունենում է հացի զորության եւ ջրի զորության պակաս, այսինքն կենսական նշանակության խնդիրներ են ծագում իր մոտ, երբ որ մարդը կամ հասարակությունը աններդաշնակ է գտնվում իր արարչի հետ։ Այդ աններդաշնակության հետևանքով
տեսնում ենք, որ առաջանում են բաժանություններ միևնույն ընտանիքում, միևնույն հասարակության մեջ, ինչպես որ Հռոմի եկեղեցում բաժանություն էր տեղի ունեցել հրեա քրիստոնյաների միջև եւ հեթանոս քրիստոնյաների միջև։ Եվ տեսնում ենք, որ այս ամենը իզորու է Աստված փոխակերպել միմիայն իր որդու շնորհով, որով որ մենք տեսնում ենք ավետարանական դրվագում այն հացի զորությունը, որ պակասել էր, Տեր Հիսուսի միջոցով բազմանում է։ Այս դրվագը վստահաբար Տեր Հիսուսի շրջանակում գտնվող մարդիկ տեսել են իրենց մտքում, իրենց հոգում կապը Եսայու մարգարեության հետ, որ անորոշության, հիասթափության, անկման պայմաններում ահա գալիս է մեկը, որը որ հացի բազմացումը կատարում է, հացի զորությունը վերադարձնում է եւ նրանք տեսնում էին այնտեղ Եսայու մարգարեության մեջ ասվածի ճիշտ հակառակ պատկերը։ Մեկ այլ մասով Տեր Հիսուսին շրջապատող մարդիկ վստահաբար այս գործողության մեջ տեսնում էին նոր Մովսեսի կերպարին, որովհետև ինչպես որ Մովսեսը անապատում Տիրոջ զորությամբ մանանայով եւ լորամարգիներով կերակրեց իսրայելացիներին, այնպես էլ անապատում, երբ որ Տեր Հիսուսի շուրջ էին համախմբված ժողովուրդը, քաղցած անորոշության մեջ հիասթափված, Տեր Հիսուս զորությամբ կերակրում է նրանց 5 նկանակ հացով եւ 2 ձկով։ Այս կերակրումը վստահաբար նրանք պիտի կապեին Մովսեսի հետ եւ Տեր Հիսուսի անձի մեջ պիտի տեսնեին նոր Մովսեսին, որը որ պիտի գար եւ պետք է վերահաստատեր ամեն ինչ, Մեսիայի կերպարը պիտի տեսնեին նրա մեջ։ Եվ ուրեմն սիրելիներ, այս ամենը եթե փոխադրենք մեր կյանք այսօր, ապա պիտի եզրակացնենք հետևյալը, որ անհնազանդությունը բերում է դատաստան, ոչ թե որ Աստված մեզ չարիք է կամենում, այլ որովհետև յուրաքանչյուր մեղք ունի իր հետևանքը, եւ եթե մարդն է մեղքի մեջ ընկնում, կրում է այդ հետևանքը, եթե հասարակությունն է մեղքի մեջ ընկնում, հասարակությունը պիտի կրի մեղքի հետևանքը, եթե չդառնա եւ չապաշխարի, չներդաշնակվի իր արարչի հետ։ Երկրորդը խոնարհությունը ճանապարհն է փրկության։ Ինչպես որ Պողոս առաքյալն է ասում, չհպարտանալ առաջին դարում, ասում է չհպարտանալ այն կտրված ճյուղերի նկատմամբ, այնպես էլ այսօր մեզ է ասում չհպարտանաք ձեր ունեցած պատմական շնորհով, որը որ կատարում են հայերի մեծամասնությունը, ասելով, որ մեր հայրերը առաջին քրիստոնյաներն են, մեր հայրերը այս են, մեր հայրերը այն են, ինչպիսի մեջ ժառանգություն ունենք, բայց այսօրվա մեր կյանքում որևէ խոնարհություն չկա եւ որևէ ակնածանք չկա այն ժառանգության նկատմամբ, որը որ ունեինք։ Եվ Պողոս առաքյալը այսօր էլ մեզ է ասում, որ խոնարհ եղեք, եթե այն ձեր հայրերին, սուրբ հայրերին, որոնք որ ձեզնից առաջ էին, չխնայվեց, գուցե թե ձեզ էլ չխնայվի։ Եվ երրորդը աստվածային լիության մեջ մտնելու ճանապարհը ավետարանի ճանապարհն է։ Ինչպես որ Տեր Հիսուս կերակրեց 5000-ին անապատում, այնպես էլ այսօր Տեր Հիսուս կերակրում է միլիոնավոր մարդկանց իր ավետարանի շնորհով։ Ավետարանից մենք քաղում ենք այն երկնային մանանան, այն հացը, որը որ մեր կյանքի համար ունի կենսական նշանակություն։ Ինչպես որ հացի զորությունը նվազել էր Իսրայելի համար Քրիստոսից առաջ 8-րդ դարում եւ կենսական խնդիրների մեջ էին, այնպես էլ այսօր մեր համար այդ կենսական խնդիրների լուծման ճանապարհը Տեր Հիսուս ինքն է, որով որ մեզ առաջարկում է ինքն իրեն ասելով ես եմ հացը կենդանի, որ երկնքից իջա, ձեր հայրերը կերան, ասում է անապատում մանանան, բայց մեռան, ով որ ուտի այս հացից կապրի հավիտյան։ Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստուծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը լինի ամենքիս հետ, ամեն։